Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հայրենիք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Եթե մենք պատմական հայրենիքի ընկալումը չփոխենք, չփոխարինենք իրական հայրենիքի ընկալմամբ, խաղաղությունը պարզապես կփլուզվի։ Ալիևն ու Փաշինյանը տրամագծորեն տարբեր պատկերացումներ ունեն իրենց պնդմամբ արդեն հաստատված խաղաղության մասին։ Մինչ Փաշինյանը հայ հասարակությանը հորդորում է չհիմնվել պատմական անցյալի վրա իր ներկայացրած իրական Հայաստանից դուրս այլ հայրենիք չփնտրել, Ադրբեջանի նախագահը ճիշտ հակառակն է անում, արևմտյան Ադրբեջանի նարատիվով անուղղակի հերթական տարածքային պահանջները ներկայացնելով Հայաստանին։ Ալիևը հայտարարում է, պետք է ավելի մեծ աշխատանք տանեն, աշխարհին տեղեկացնեն, թե Հայաստանի ներկայիս տարածքում ադրբեջանցիներ են ապրել, որպեսզի նրանց վերադարձի հարցն արդար լուծում ստանա։ Նա անգամ կասկածի տակ է դնում Հայաստանի պատմական անցյալը, Սևանն ադրբեջանական անունով կոչում։ Բավական է նայել ռուսական կայսրության կողմից տպագրված 20-րդ դարի սկզբի քարտեզները, տեսնելու համար, որ ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող տեղանունների ճնշող մեծամասնությունն ադրբեջանական ծագում ունի։ Այդ քարտեզների վրա Սևանալիճ գոյություն չուներ, այդ քարտեզների վրա նշված է Գյոյչա լիճը, բոլոր այն մյուս ադրբեջանական պատմական տեղանունների կողքին, որոնք մենք այսօր օգտագործում ենք։ Մենք չենք կազմել այդ քարտեզները, դրանք պատրաստվել են հենց ռուսական կայսրության կողմից։ Այն նույն ռուսական կայսրության, որը մի ժամանակ Իրանից եւ Արևելյան Անատոլիայից հայերին տեղափոխեց Ղարաբաղի տարածքներ, այնտեղի էթնիկ եւ կրոնական կազմը փոխելու նպատակով։ Այդ քարտեզները հիմնված են մաքուր պատմական ճշմարտության վրա։ Մենք պետք է դրանք ուսումնասիրենք եւ տարածենք, որպեսզի ինչպես ադրբեջանցի երիտասարդները, այնպես էլ համաշխարհային հանրությունը լավ ճանաչեն իրենց պատմությունը եւ միևնույն ժամանակ մեր վերադարձը ներկայիս Հայաստանի տարածքներ հնչի լիովին տրամաբանական եւ արդար։ Սրան հակառակ Հայաստանի վարչապետը ծաղրում է իրենց պատմական հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնող հայերին, ինչպես են նման բան ցանկանում, երբ պնդում է, թե ապաշրջափակման դեպքում անվտանգ չեն զգա ադրբեջանցի սահմանապահների հետ շփումից, ասում է Փաշինյանը։ Սահմանապահի հետ 30 վայրկյան կոնտակտ այդ խնդրեմա ոնց կլինի, չի կա, դա հնարավոր աներևակայելի է։ Բայց հետո Հայաստանում օրինակ ասում են, որ Նախճեվանից տեղահանվածները, Բաքվից, Սումգայիթից եւ այլն մնացած պետք է վերադառնալ։ Փաշինյանը սակայն նույն ոգևորությամբ չի քննադատում Սևանը Գյոյչա, անվանող Հայաստանի պատմական անցյալը կասկածի տակ դնող ու դա աշխարհին ապացուցել սպառնացող Ադրբեջանի նախագահին, ավելին արդարացնում է նրան։ Կարելի է այս հայտարարությունը գնահատել որպես հետքայլ խաղաղության process-ից։ Դուք ինձ շատ դժվար վիճակի մեջ եք դնում։ Ինչու՞։ Հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասելա, որ Սևանա լճի անունը Գյոյչայա, այլ ասելա, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ։ Փաշինյանը սրբագրում է Ալիևին փորձելով հաստատված խաղաղության տրամաբանության մեջ տեղավորել նրա ասածները ու կրկին ազդարարում խաղաղությունը հաստատված է, քաղաքական մակարդակում կոնֆլիկտը լուծված։ Կոնֆլիկտը ավարտված է, կոնֆլիկտը լուծված է։ Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանի նախագահը նույնպես պնդում է, թե խաղաղությունը գործնական փուլ է մտնում, ավելին Բաքուն 2 շաբաթ առաջ վերացրեց իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, թույլ տալով, որ այդ ճանապարհով ղազախական հացահատիկ տեղափոխվի Հայաստան։ Ինչու է Ադրբեջանի նախագահն այժմ հայտարարություններ անում, որոնք կարող են կասկածի տակ դնել, թե իսկապես խաղաղություն է հաստատվել երկու երկրների միջև, փաստացի նախընտրական շրջանում բացասական ազդելով նաև Փաշինյանի վարկանիշի վրա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կարծում է, մինչ Ալիևին ձեռնտու է Փաշինյանի դիրքերի ամրապնդումը Հայաստանում, ագրեսիվ հայտարարություններով նա իր դժգոհությունն է ցույց տալիս այն առնչությամբ, որ Փաշինյանը տապալում է եկեղեցու դեմ սկսած արշավը։ Հիշում եք, մոտ 2 ամիս առաջ Նիկոլն ինքն իր առջև ժամկետ դրեց Սուրբ Էջմիածինը գրոհելու համար, սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ, չկարողացավ, ռիսկ չարեց, դուխ չարեց, ու դա ոչ միայն մենք ենք նկատում, այլև ադրբեջանցիները նկատում են ու լիկվիդ են թողնում, ասում են տղա ջան, բան ես խոսք տվել, արա, թե չէ ամեն օր քթիդ կստանաս։ Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը կարծում է հայտարարելով, թե չկա Սևան, այլ կա Գյոյչա, Ալիևն իրականում ձևակերպել է հայաստանյան գալիք ընտրությունների քվեաթերթիկի բովանդակությունը։ Սևան թե Գյոյչա, գալիք խորհրդարանական ընտրություններում հայ հասարակությունը պետք է ընտրություն կատարի իր ճակատագրի այս երկու տարբերակների միջև։ Էլսև սպիտակ, նախկին ներկա արևմտամետ ռուսամետ չկա, կան Սևանի կողմնակիցներ եւ Գյոյչայի կողմնակիցներ։ Պատահական չէր, որ Ալիևը հայ ժողովրդին հորդորեց չվախենալ ադրբեջանցիների վերադարձի գաղափարից։
գաղափարից։ Ադրբեջանցիները խոսում են 500,000 ադրբեջանցի փախստականի Հայաստան վերադարձի մասին, մեր երկիրն իրենց պատմական հայրենիք անվանելով։ Զուգահեռաբար մինչդեռ Փաշինյանը վնասակար ու վտանգավոր է համարում արցախցիների վերադարձի հարցի բարձրացումը, թերևս այդ կերպ փորձելով որակարգից հանել բոլոր չլուծված հարցերը խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը շուտապույտ հասնելու համար։ Նրա այս քաղաքականությունն այնուամենայնիվ Ադրբեջանին հետ չի պահում ամեն հնարավոր առիթին վերադարձի մասին խոսելուց։ OC մեդիայի ձեռքում են հայտնվել անգամ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմը համակարգում ու ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջանի մասին նարատիվի միջազգային տարածումը։ Արշավ, որը բացահայտ կերպով հիմք է դնում Հայաստանի տարածքների նկատմամբ հնարավոր պահանջների համար։